Տաջիկստանում այսօր հողին հանձնեցին մեկ շաբաթ առաջ սպանված 22-ամյա Շոյե Ռաջաբիրովային, որի դին օրեր առաջ էր հայտնաբերվել Դուշանբեում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում աղբարկղերից մեկում։ Դաժան սպանության համար ձերբակալվել է 26-ամյա ռուս սպա պայմանագրային զինծառայող Իվան Շերբակովը, ով ընդունել է մեղքը, պնդելով, թե գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ ոչինչ չի հիշում կատարվածի վերաբերյալ։ Քննությունը վարում են Ռուսաստանի եւ Տաջիկստանի իրավապահ մարմինները ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ։ Սպանվածի հարազատներն այսօր դաժան մանրամասներ են փոխանցել տեղում աշխատող ազատության թղթակցին։ Աղջկա ծնոտը կոտրված էր, ողջ մարմինը պատված էր կապտուկներով, մեջքին կային բռնության հետքեր։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ևս հայտնել է, որ մահվանից առաջ Շոյերան դաժան ծեծի է ենթարկվել եւ բռնաբարվել։ Երիտասարդ աղջիկը ըստ հարազատների աշխատել է Դուշանբեի սրճարաններից մեկում, որտեղ ռուս զինծառայողները հաճախ են ճաշել։ Մեկ շաբաթ առաջ հենց այդ սրճարանից նրան տաքսիով ռազմակայան են տարել 4 ռուս զինծառայողներ։ Ողջ ճանապարհին Շոյերան լուռ էր, մտահոգ եւ վախեցած տեսք ուներ, պատմել է տաքսուվարորդը։ Չնայած ականատեսի այս վկայությանը առայժմ ձերբակալված է միայն մեկ կասկածյալ։ Քննչական մարմինները պնդում են, թե մյուս զինծառայողներն ընդամենը ուղեկցել են աղջկան եւ սպանությանը մեղսակից չեն։ Հարազատներն ու իրավապաշտպանները մինչդեռ կասկածի տակ են դնում այդ պնդումները, պահանջելով անաչառ հետաքննություն անցկացնել։ Կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու կոչով Կրեմլինը դիմել նաեւ Տաջիկստանի արտգործնախարարությունը։ Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը 3 հանդիպման է հրավիրել Ռուսաստանի դեսպանին եւ բողոքի նոտա հղել, պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել ռուս զինծառայողների կողմից նմանօրինակ արարքները կանխելու համար։ Տեղի ունեցածը չի համապատասխանում երկու երկրների միջև ավանդական բարեկամության եւ ռազմավարական համագործակցության ոգուն, հայտարարել է Տաջիկստանի արտգործնախարարությունը։ Սպանությունը ռուսական ռազմակայանի հետ առնչվող միակ աղմկահարույց միջադեպը չէ։ Ամիսներ առաջ էլ Դուշանբեում ռուս երկու զինծառայողներ կանգնեցին դատարանի առջև տաքսու վարորդի սպանության եւ գողության համար։ 40-ամյա տաքսիստի դին հայտնաբերվել էր օգոստոսին դանակի բազմաթիվ հարվածների եւ բռնության հետքերով։ Դրանից մոտ 1 ամիս առաջ էլ ռուս զինծառայողները ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուք էին հրահրել Տաջիկստանի քաղաքներից մեկում։ Տեղական մամուլի հաղորդմամբ հարբած զինվորները ոչ միայն վիրավորանքներ էին հնչեցրել բնակիչների հասցեին, այլև ջարդել տներից մի քանիսի ապակիները, ջարդուփշուր արել խանութներն ու վնասվածքներ հասցրել մի քանիսին։ Քուլյապ կոչվող այդ քաղաքում լույս տեսնող թերթերից մեկի խմբագիրը BBC-ին պատմել է. Ռուսները մեկ անգամ չէ, որ հարբած դուրս են եկել քաղաք, գոռացել, կռիվներ սարքել ու վիրավորել տեղացիներին։ Իրավիճակը սրվել է հատկապես այն բանից հետո, երբ նրանց տրվել է դիվանագիտական կարգավիճակ, ինչը նշանակում է, որ տեղացի իրավապահները այլևս իրավունք չունեն ձերբակալել նրանց։ BBC-ի հաղորդմամբ ակտիվիստները մի քանի անգամ արդեն դիմել են Տաջիկստանի իշխանություններին, խնդրելով դուրս բերել ռուսական զորքերը քաղաքի տարածքից նոր միջադեպերից խուսափելու համար, սակայն ապարդյուն։ Մոսկվան եւ Դուշանբեն համաձայնել են ռուսական 201-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետը Տաջիկստանում երկարաձգել մինչև 2042 թվականը։ Ավելի վաղ կողմերը նաեւ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որով Տաջիկստանը պարտավորվել է ռուսական կողմին հանձնել իր տարածքում օրենք խախտած Ռուսաստանի քաղաքացիներին։